Քանի որ Հայաստանի իշխանությունը սիրում է համեմատություններ անել, երբ իրեն ձեռնտու է իհարկե, մի քանի համեմատություն անենք։ Այս հոկտեմբերին հրաժարական տվեց Լուվրի թանգարանի տնօրենը։ Պատճառը թանգարանի կողոպուտն էր։ Տնօրենը գտավ կատարվածի մեջ բարոյական պատասխանատվություն։ Մեր երկրում կարելի է բերել 1 չէ, 2 չէ, լիքը օրինակներ, թե տարբեր նախարարների ոլորտում ինչ խայտառակություն է, ինչ գործարքների մեջ են, հարազատներն ինչեր են անում, ու իրենք ինչպիսի պատասխանատվություն են կրում, բայց այ ոչ այդ բարոյական նկարագիր ունեն, ոչ էլ իրենց ղեկավարն ունի, որ պարտադրի հրաժարական։ Երկրի տարածքի 200 քառակուսի կիլոմետրից ավելին օկուպացնում են, հրաժարական չի տալիս պաշտպանության նախարարը կամ գենշտաբի պետը, որևէ մեկը։ Զինվորներ են վարվում, հրաժարական չկա։ Հանցագործությունները բազմապատկվում են, ներքին գործերի նախարարությունում հրաժարական չկա։ Իսկ երբ ներկուսակցական խնդիր է, այդ ժամանակ նոր միայն կա SMS ու հրաժարական։ Դե կուսակցությունը երկրից կարևոր է։ Մի օրինակ էլ ուզում եմ բերել Հայաստանի նոր ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ից։ Եթե չեք մոռացել, մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, բայց դե ոչ թե Թրամփի կառավարության հետ, այլ Բայդենի։ Ինչ է տեղի ունեցել ԱՄՆ-ում։ Իլինոյիս նահանգային շրջանի դատավորը այս տարվա հոկտեմբերին արգելեց նախագահ Դոնալդ Թրամփին ներգրավել ազգային գվարդիան Չիկագոյի անկարգությունների դեմ պայքարում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր դատարաններ արգելափակեցին Միացյալ Նահանգների նախագահի այդ որոշումը։ Հələ մի պահ պատկերացրեք, թե ինչ կլինի Հայաստանում այն դատավորի հետ, որը արգելափակելի Նիկոլի որոշումները, անօրինական որոշումները, առավել ևս անհեթեթ որոշումները, ամենաքիչը SMS-ով աշխատող ԲԴԽ-ն դատավորի լիազորությունները կդադարեցնի։